Սիրելի հետևորդներ, ողջույններ, բարևներ, մենք մեկնում ենք ճանապարհորդության, այսինքն ուխտի ենք գնում, ուխտագնացության, գնում ենք Ծաղկևանք, Սաղմոսավանք, մի խոսքով շատ եկեղեցիներ եւ այստեղ Քյարքի կոչվող հատվածում մենք կանգնել ենք եւ ես ուզում եմ բարձրանալ այստեղ, այնքան եմ անցել, շատ անցել եմ, բայց ասեմ, որ առաջի անգամ եմ գալի այստեղ, մարդիկ բարձրանում են ճանապարհի վրա եմ, բարձրանում են եւ գեղեցիկ նկարվում են Մասիսի ֆոնի վրա, իմ թիկունքում երևում է Մասիս սարը, Մասիսն ու Սիսը, այն անգամ ճիշտ ասած անցել եմ ու մտածել եմ, իմաստը որն է, ինձ թվում է, որ գեղեցիկ լուսանկար կլինի, չասեմ սիրելի հետևորդներ, մեզ բարի ճանապարհ, են բոլորս էլ գնում ենք նպատակով, ուխտ ենք արել, գնում ենք Աստծուց խնդրենք մեր երազանքների, նպատակների համար, ինչու՞ չէ նաև շնորհակալություն հայտնենք, թող մեր այս տուրի մասնակիցների բոլորի երազանքներն էլ կատարվի, ասեմ, որ սա երկրորդ տուրն է, որ ես մասնակցում եմ, առաջի անգամ գնացել ենք Տաթև, շատ գոհ եմ, շատ համբերատար վարորդ, չգիտեմ, կարող եք զանգել այս հեռախոսահամարով, մանավանդ մեր մարզի բնակիչները եւ հետաքրքիր տուր է կազմակերպում, ընտրում եք դուք ուղղությունը, որտեղ եք ուզում, մի խոսքով դիմեք եւ չեք փոշմանի, ես երկրորդ անգամ եմ գնում, որովհետեւ դե կուզեմ բոլոր տուրերին էլ մասնակցեմ, բայց դե աշխատանքի բերումով չեմ կարողանում, ահա մենք կանգնել ենք Քյարքի կոչվող հատվածում, ոլորաններն են, բարդ ճանապարհ է, 4 կողմով շրջապատված սարերով եւ այստեղ ահա մեր Մասիսը, մի քիչ մշուշոտ է, խավար է, բայց երևում է, հուզված եմ, հույսով եմ, որ շատ լավ կանցնի մեր օրը, տուրը։ Շարունակում ենք ճանապարհը, երկար ճանապարհ ունենք Վայք տուրի հետ բացահայտելու հետաքրքիր եկեղեցիներ եւ վայրեր։ Սիրելի հետևորդներ, ես եկել եմ իմ հայրենիքը Արտաշատ, նախ Արտաշատ քաղաք, Արտաշատի գյուղերն են, Ազատավան գյուղում եմ, մի պահ մեր տուրը դադար տվեցինք, կանգ ենք առել այս գյուղում եւ հեռվից մեզ քաշեց այս ծաղկի ջերմոցը, կանչեց այս ջերմոցը ու նկարում եմ, ինչ սիրուն ծաղիկներ են, գոհարան սենց նկարի ինձի մտնեմ մեջ, իբր թե եկել եմ քաղելու, իրոք կարամ սենց մտնեմ մի պահ, չվնասեմ, Էս ինչ լավ ծաղիկներ են, հետո էլ ասում եք Արտաշատ, փառքը շատ, Տեր Աստված, տեսեք էս ինչ հրաշք, տեղ ենք եկել, եկեղեցուց ենք գնում, բայց եթե կարելի է մի քանի հատ տվեք, տանի կդնենք սենց, տարբեր քաղենք, թե սպիտակ քաղենք, շատ լավն է, չէ, լսի, հրաշք են, Սյուզի ենք ուրիշ ծաղիկներ էլ չէ ունեն, իրանց ավելի նենց հետաքրքիր ծաղիկները, կարմիր դեղին, ընտիրա, Այստեղ են ասում, չէ, ծաղիկներ բերեմ, սիրուն ջան, քո ճամփեն զուգեմ զարդարեմ, կասեն նովեին, ես որտեղից եկան, մեզ Վայքի քամին քշեց բերեց այստեղ, ես Արտաշատցի եմ, Դիտակ գյուղից, այո, ես Դիտակից եմ, բայց Վայք եմ էլի ապրում, հրաշ ջերմոցներ, հրաշ ծաղկի ջերմոցներ, քրիզանթեմներ են ամբողջությամբ, են ասում, մեզ էլ հենա ծաղիկներ են խաղում, որ նվիրեն, այստեղ են ասում, չէ, ծաղիկներ բերեմ, սիրուն ջան, քո ճամփեն զուգեմ զարդարեմ, չիմանալ, որ ես եմ, քրիզանթեմ,
ինքս ինձ համար քաղեմ։ Ասեմ, որ սա չէր մտնում մեր տուրի մեջ, բայց դե հաջողությունը ինքն իրան գալիս է, ստացվում է։ Հրաշք, այստեղ էլի ծաղիկներ են քաղել, հա։ Ամեն օր քաղում եք։ Նազոն չի քաղել, Նազոն տեսավ քաղած, պատրաստ, ինքն իրան կնվիրի, կվերցնի, կգնա, կարելի է, չէ։ Ծաղկի գողը գող չի։ Ասեն մեզ էլ ես քաղում Քաղաց դրած էր, բայց ես քանը չեմ վերցնի, շատ է, չէ։ մեզ էլ դու Ահա, վերցրիմ։ Այն քո քեզ ի՞նչ է, պամեկ։ Մեզ քեզ ինչ տարբերություն։ Ահա։ Աստված ձեր գործերին հաջողություն տա։ Ընտիր, սիրելի հետևորդներ, ընտիր, ասեմ, որ կան կտրոններ են, մեկը մյուսի հետևից դուրս է գալի, աճեցնում ու վաճառում են, ձեզ բարի վաճառք, ինչքան պակասեց Աստված այնքան շատացնի, ես էլ մի քիչ տենց արտաշատցի եմ իրավունք ունեմ, ոնց որ մի երկու բան քաղելու, Պամիդոր ես գողանում։ Երեխեք, հիմա դու արտաշաց ու պամիդոր կուտեք, բանոր ասում եք արտաշաց ու խաց ու տողը պալա չի բերի։ Նազո մի քանի հատ քաղը տանենք ընդ ուտենք։ Գտենց էլ անում եմ։ Է որ ասում եմ մի քիչ ջեբերով շորեր հագեք, չեք հագնում։ Մանա յուտուբակս կբերենք։ Հե? Գուար։ Չկա էլ, թթվի ա մնաց է։ Ես էլ մեր տուրի ժամանակ կուտենք, շնորհակալություն արտաշատցիներ, Ազատավանի բնակիչներ, գոհ ենք, շնորհակալ ենք։ Ոնց հասկացա, այստեղ ինքնասպասարկում էր։ Լավ եք էլի, սիրելի հետևորդներ եւ ինձ մի գեղեցիկ բուկետ նվիրեցին, փոքրիկ արևածաղիկներ։ Շնորհակալություն արտաշատցիներին, ասեմ, որ Ազատավան գյուղի բնակիչներն էլ շատ լավ ուրախ հավեսին մարդիկ են եւ ինձ էլ նվիրեցին մի հատ արևածաղիկների բուկետ։ Այո։ Ահա շնորհակալություն ազատավանցիներին, Ազատավան գյուղի բնակիչներին, շատ տենց, ինչ ասեմ, առատաձեռն էին, մեր ծաղիկներ նվիրեցին, դե մենք էլ պահը բաց չթողեցինք, մի քիչ պամիդոր գողացանք ու շարունակում ենք մեր տուրը։ Շատ ուրախ է անցնում Վայք տուրի հետ։ Իդեպ ասեմ, դուք էլ կարող եք ամրագրել ձեր ցանկացած ուղղությամբ ձեր տուրը կազմակերպել։ Սիրելի հետևորդներ, մենք գտնվում ենք Աշտարակի Մուղնի գյուղում եւ գնում ենք Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այդտեղ ճանապարհները վերանորոգում են, աշխատանք է։ Բարև։ Հա։ Մենք ամեն օր Ահա, մեծ դժվարությամբ են գնում Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այստեղ ամբողջ աշխատանքներ, ճանապարհները վերանորոգում են, բայց դե որ ուխտ ենք արել, մենք պետք է անպայման գնանք։ Ամեն ինչ է որ դժվարությամբ պետք է գնաս, քո ուխտը անես, մոմ վառես։ Ահա, վերջապես հասանք։ Այս տուրի բոլոր մասնակիցներն էլ ցանկություն ունեն, մենք ենք իհարկե ընտրել տուրի ուղղությունը եւ Սուրբ Գևորգ էլ պետք է պարտադիր մտնենք։ Ինչ սիրուն ուռենի է, լացող ուռենի, որը իր ճյուղերի տակ պահպանում ու պաշտպանում է այս հզոր արծվին։ Սիրուն տաք արևոտ եղանակը, շատ լավ տաք եղանակ։
մինչև այս պահը մեր տուրը շատ հետաքրքիր ու հաճելի է անցել։ Հուսամ, որ մինչև վերջել այսպիսի լավ տրամադրություն կունենանք, լավ կանցնի մեր ժամանակը։ Մենք բոլորս էլ եւ իհարկե երբ բոլորս էլ ուխտի ենք գալիս մեր երախտագիտությունն ենք ուզում հայտնել Աստծուն, ինչու՞ չէ նաև աղոթել, խնդրել Աստծուն, որ մեր նպատակներն ու երազանքները կատարի եւ ամենակարևորը մենք Աստծուց խնդրում ենք առողջություն։ Թող առողջություն լինի բոլորին սիրելի հետևորդներ եւ բոլոր իմ հետևորդների համար ես այսօր ինչ եկեղեցի էլ գնամ, որ եկեղեցին էլ գնամ, հատուկ մոմ վառելու եմ իմ հետևորդների համար։ Բոլորին էլ ցանկանամ առողջություն։ Նոր այս ճանապարհին ես հանդիպեցի իմ հետևորդուհիներին, իրենք էլ հիմա ներկա պահին գտնվում են Սուրբ Գևորգ եկեղեցում։ Եկեղեցու բակը շատ խաչքարներ կան, հերթով մի փոքր ներկայացնեմ, նկարեմ ու անցնենք ներս։ Երևի ամեն մեկը ունի իր պատմությունը։ Թող Աստված բոլորիս նպատակներն էլ կատարի, էլի եմ ասում, կարևորը, որ Աստված բոլորիս էլ առողջություն տա։ Այստեղ դրված են նստարաններ, մարդիկ գալիս են, ինչու՞ չէ, նաև մի փոքր հանգիստ են վայելում այս հետաքրքիր խաղաղության ու լռության մեջ շփվում են Աստծո հետ, իրենց մտքերն են փոխանցում Աստծուն, իրենց աղոթքներն են փոխանցում Աստծուն, ինչու՞ չէ նաև իրենց խնդրանքները եւ մեծ այտենց սպասելիքներով գնում են տուն, որ Աստված այ նպատակները կկատարի բոլորի։ Ասեմ, որ եթե ինչ-որ մի եկեղեցի, մի վանք, մի սրբավայր ես գնում, անպայման պետք է հաճախես մեծ հավատքով։ Առաջինը պետք է հավատք ունենաս, հավատքով մտնես եկեղեցի եւ երկրորդը խնդրես, Աստված անպայման կկատարի քո խնդրանքը եւ իզուր չէ ասված, որ խնդրեք եւ ես ձեզ կտամ։ Այնպես որ սիրելի հետևորդներ, ես ձեր փոխարեն էլ կխնդրեմ Աստծուն, մոմ կվառեմ, որպեսզի դուք ամենա լավին արժանանաք։ Ինչքան սիրուն, հանգիստ, խաղաղ, կանաչ վիթխարի իմ կուզենու տակ, ահա, գեղեցիկ, իհարկե ես պետք է այն մի կողմից մտնեմ եկեղեցու, չնայած այսպես էլ կարող են մտնել, մուտքը այն կողմից է։ Եվ ահա մեր վայք տուրի կազմակերպիչը Արթուրը եկավ։ Ինչի՞։ Չենք կայնում։ Ահա, եւ հիմա բոլորիդ մոտ հարց կառաջանա, ով է այս գեղեցիկ տուրը կազմակերպում։ Եթե ցանկանում եք նկարում եմ, ահա մեր տուրի մասնակիցները հերթով գալիս են։ Հա, ասեմ, որ տուրը կազմակերպել է, ուզում եմ ասեմ, տուրի առաջնորդը, ղեկավարը, հիմնադիրը։ Մենք լավ տուրեր ենք կազմակերպում, մենք շատ լավ եկեղեցիներ են գնում, վանքեր են գնում ու հիմնականում մենք գնում ենք մեր հին վանքերը, մեր հին եկեղեցիները, փորձում ենք դրանով ցույց տալ մեր անցյալը, որը կամաց հնավոց տենում ենք մոռացվում է, բայց ապրեն եւ մեր տուրից օգտվողները եւ բոլոր տուրերից օգտվողները, ովքեր գնում են հին ճանապարհներով։ Մենք էլ հերթական տուրն ենք բացել, որը գնալով ավելի պետքա մեծացնենք ու հիմնականում մենք գնում ենք հին եկեղեցիները, վանքերը։ Իրոք շատ հաճելի։ Ավելի բացահայտում ենք։ Իրոք շատ հաճելի տուր է կազմակերպում, շնորհակալություն եւ սիրելի հետևորդներ, մանավանդ Վայոց ձորի բնակիչներ, օգտվեք վայք տուրից եւ չեք փոշմանի։ Մեզնից օգտվում են մեր տուրից
որի համար նույնպես շնորհակալ եմ բոլոր օգտվողներից։ Մենք հեսա արդեն գարունը լինելու ենք տարբեր տեղերում եւ Վրաստանում։ Արդեն մեկ մեքենա պատվիրել ենք ճանապարհին է, մեկ արդեն հեսա այդ երկու օրվա մեջ կգնենք ու մեծացնում ենք։ Վայք տուրը ինքը գարունը աշխատելու է սոս փաթեթներով։ Լինելու ենք սես տեղեր։ Խոսքով շատ լավ գաղափարն է։ Շատ ուրախ ենք, որ մարդկանց բերում ենք եւ ցույց ենք տալի մեր ազգային արժեքները, որից մեկը հենց Սուրբ Գևորգն է, այդտեղ եթե չեմ սխալվում, օրական 5-ից ամենակիչը 6 հարսանիք է լինում։ Շնորհակալ եմ։ Աստված թող բոլորիդ նպատակներն էլ կատարածի։ Լիպսիկարի։ Ձեր Մենք ուզում ենք մարդկանց ծանոթացնենք մեր ազգային արժեքների հետ։ շնորհակալություն շատ։ Պետք է չմոռանան, մենք ենք շնորհակալ։ Մի հետաքրքիր խաղաղություն ու հանգստություն զգացի, սիրելի հետևորդներ, առաջին անգամ եմ գալիս, առաջին անգամ եւ մեծ տպավորություններով էլ կգնամ հանգիստ, սիրուն։ Ահա, չգիտեմ որ թվականին է կառուցվել, որ դարի կառույց է, ոչ մի տեղեկություն, ոչ մի բան չգիտեմ, կարող եք սոցցանցերով դուք տեղեկություններ ստանալ, ես տեղեկացված չեմ իհարկե։ Այս որ դարի կառույց է։ Որտեղ ուր է թվական։ Որտեղով։ Հա։ Հա։ Այստեղ էլի եկեղեցու։ Իմ նպատակն է, որ իմ հետևորդներն էլ տեսնեն, ինչքան սիրուն եկեղեցիներ կա մեր Հայաստանում ու չմոռացվեն։ Ահա մեր հետևորդներն էլ այստեղ մեր տուրի անդամների ուխտ էր արել, որ այցելի այս եկեղեցին եւ իր տղայի անունն էլ անվանվամբ դրել է Գևորգ, իր երազանքը կատարվեց։ Ահա։ Ես մամա վառում եմ իմ ընտանիքի համար, թող բոլորին, իմ երեխաներին, մեր ընտանիքին հաջողություն լինի։ Ես մի մամա վառում եմ հատուկ Նարինեի համար։ Նարինեին առողջություն, հաջողություն։ Ես մի մամա վառում եմ իմ բոլոր հետևորդների համար, բոլորիդ առողջություն, Աստված բոլորի կողքին թող լինի։
Եվ թող այս խաչը պահապան լինի բոլորիս, տեսեք եւ ինչքան նպատակներ, երազանքներ կան այստեղ, ամեն մի մոմա երազանք է, մի նպատակ, որ մարդիկ եկել են իրենց խնդրանքը ուխտը կատարելու, տարբեր տեղերից, Հայաստանի տարբեր մարզերից, տեսնում եք չէ, բոլորի նպատակներն էլ թող Աստվածի կատարածի։ Ահա եւ դուրս եկա եկեղեցու բակ, լուսավոր, ինչ լավ տաք օր է։ Իրոք Աստված մեր կողմից է, եղանակը մեզ համար լավ եղանակ է ստեղծել, որ մենք էլ հիանանք այս գեղեցիկ բնությամբ, եկեղեցիներով, որովհետեւ ամեն անգամ չէ, որ մենք դուր կարող ենք գալ, իհարկե գնալու ենք, բայց տարբեր ուղղություններով, որ բացահայտենք մեր Հայաստանը, մեր մոռացված վանքերը, եկեղեցիները եւ ես էլ աշխատում եմ նկարել ու ցույց տալ իմ հետևորդներին, ինչու՞ չէ նաեւ դրսում ապրող հետևորդներին, որոնք ժամանելով Հայաստան կարող են գալ այս եկեղեցիները։ Երեխեք լավ տեղ է, չէ՞։ Այնպես ոնց որ առաջ անգամ եք գալի։ Ես էլ ոնց որ հանգստություն, չէ, ասենց ոնց որ ուզենա ժամով նստես, չէ, ես առաջի անգամ էի գալի, իրոք շատ լավն է, հավեսը։ Հիացած եմ, նույնիսկ այս այգու մեջ մանգալը պտտվել է մի հատ սենց ամեն ինչ արժի, մեկ կտրվեք ձեր հոգսերից, ձեր գործերից, ձեր աշխատանքից, ես էլ տեսնում եք շատ զբաղված մարդ եմ, շատ զբաղված, բայց ես էլ եմ այսօր փախել, կտրվել իմ գործերից, հոգսերից ու միացել եմ Վայք տուրին, որը կազմակերպում է դեպ շատ լավ տուր ու եկել եմ այս հրաշքվա, լավ տեղ է, չէ? Ահա, ցույց տամ քեզ մեր տուրի մասնակիցներից։ Շնորհակալ եմ շատ։ Լավ տուր է, չէ՞ կազմակերպում, սկիզբը շատ լավն էր, հուսանք, որ Մեր հին եկեղեցիները վայելում ենք, իրոք ոնց ասած, խնդրանքը ճիշտ է եւ Աստված անպայման կկատարի, այո, Աստված ասում է խնդրեք եւ ես ձեզ կտամ, իրականացում կտա։ այո, թող բոլորիս նպատակն է, Գալիս են մարդիկ, ովքեր ունեն նպատակ, երազանքներ, թող բոլորի երազանքներին իրականացում լինի, բոլորի։ ապրես Նարինե ջան, Ամենակարևորը խաղաղություն լինի մեր երկրին, մեր զինվորներին բարի ծառայություն լինի, անփորձանք վերադարձ։ այո, Ամենալավը մեր հայացքին։ ապրես, ամենալավ բաներն էլ ասացիր, մեր այս առաջի կանգառը, որ առաջինը հենց Սուրբ Գևորգ եկեղեցին էր, հերթով գնում ենք, ես չեմ եղել այստեղ, Սաղմոսա վանք են գնալու, Ծաղկե վանք են գնալու, մի խոսքով շատ տեղեր, շատ եկեղեցիներ եւ հուսամ, որ օրը մեզ կհերիքի, մենք մի լավ կպտտվենք եւ կտեղեկացվենք, կիմանանք, թե ինչ հրաշք երկրում ենք, ապրում ենք։ Մինչև այդ ես չէի բացահայտել այս վայրը, եթե չլիներ Վայք տուրը։ Տաղավարել կա, մարդիկ նստեն, ոյ, ես ինչ հաճելի է, ես առաջին անգամ եմ լինում Մուղնի գյուղում, ասեմ, հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում, սա եկեղեցու բակն է, մի հատ հանգիստ խաղաղ վայր, այն որ գալիս ես, սիրտդ հանգստանում է, լիովին լիցքաթափված գնում ես։ Գնացինք, Աստված բոլորիս նպատակները թող կատարի, ողջներ դուք էլ բաժանորդագրվեք ու լայքեք, որպեսզի Վայք տուրի հետ, ինչու՞ չէ նաև ինձ հետ բացահայտեք նման գեղեցիկ վայրեր, դուք էլ տեսնեք, թեկուզ հեռվից, բայց ականատես լինեք։
Հրաշք ուզում եմ ամեն մի թուփն էլ, ծառն էլ, ամեն մի տեսարանն էլ դուք տեսնեք, ահա։ Թող խաչը պահապան լինի բոլորիս։ Իրանք դուրս են եկե։ Այս ջուրը ինչել սառնա լավ։ Ո՞տ է մտառնալ զսե։ Սո ճանապարհները քարքարոտ են եւ դժվարին։ Ահա, մեքենան մի քիչ այն կողմ է, որովհետեւ ճանապարհները վերանորոգվում են եւ մենք էլ պետք է ոտքով գնանք մինչեւ գա։ Ահա եւ մեր մեքենան վերջապես մոտեցավ մեզ։ Աղմոս բան գնացող կա։ Հա, գալիս են, գալիս։ Հա, ինչի։ YouTube-ով։ Նազելինաս կտեսնեք, ձեզ էլ մեջը։ Այս որ եկեղեցին են գնում։ Օհանավանք։ Այս է դիմ ճշտված եկեղեցին են տեսավ։ Ուղղակի կարանք այնքան որ նկարվեք բան անեք, նայեք ինչ եմ ում բարեք անում։ Ասկա եկեղեցի։ գյուղեր, կարևորը լավ ճանապարհներ։ Եվ մենք էլ հասանք Օհանավանք, հա։ Օհանավանք։ Լավ, Սա էլ է, չէ, հին եկեղեցի։ Օ, ես։ Հա։ Այսինքն հին եկեղեցիներ։ Ահա մենք վայկտուրով բացահայտեցինք Օհանավանքը, հին եկեղեցի։ Ահա։ Կիմանան երևի։ Ձորի բերանա, հա, երեխեք ոնց որ։ Այս ներքևում Կարբիի ձորն է։ Հա, ձորի բերանա։ Ոյ ինձ սիրուն տեղ ո լսի։ Կարանք վերենք կոֆե տնենք խմենք։ Հա, շատ սիրուն տեղ։ Հնություն։ Ոյ ես ինչ լավ տեղ ա լսի։ Հիանում ենք, հիանում։ Իրոք են որ մեր իզուր գրաշչի բացահայտիր մեքենայով, վայկտուրով, իրոք հիանում են գեղեցկությամբ։ Այստեղ ոնց հասկացան գերեզմաններ են, չէ։ Սրանք հաստատ գերեզմաններ են, երևի տերտերների, չէ։ Հա։ Հատուկ մարդկանց, չէ, ովքեր դե առաջներում մարդիկ տենց նշանավոր մարդիկ, բան, այո, հյուղարկավորել են այստեղ։ Ինձ թվում է վրաներն էլ գրած կա, եթե գրաբարով գրված չլինի, բան, չեմ կարող կարդալ, հա, շատ հետաքրքիր, հա։ Ես եկե։ Բայց սիրուն է, չէ։ Շատ սիրուն է։ Դեռ հիացած ենք այս եկեղեցու բակով, ներս չեմ մտել, այստեղ ինչ որ հին շինություն։
Ինչքան մարդիկ կան, ինչքան հեսա երկրորդ եկեղեցին է, որ տուրի ընթացքում այցելեցինք ու ինչքան մարդիկ կան, ինչքան, սա էլ Օհանա վանքը, ահա, Հովանես Կարապետ, Սուրբ Հովանես Կարապետ, ահա, մտնենք ներս, մեծ նպատակներով, ակնկալիքներով, Տեր Աստված կատարիլ բոլորիս երազանքները, նպատակները, հայ, ներսում էլ ինչ-որ արարողություն է, ավելի հին եկեղեցի, հին դուռ, բարև ձեզ, կներեք, այս Օհանա վանքը որ թվականին է, 4-րդ և 13-րդ դար, ինչ հին եկեղեցի է իրոք իր այդ կառույցներից, պատերից երևում է, որ շատ հին է, 4-րդ և 13-րդ դար։ Ես ձեզ մի փոքրիկ հատված եմ ցույց տալիս, դուք պետք է այցելեք, ձեր աչքով տեսնեք, ինչքան գեղեցիկ է այս պատերի ամբողջ զարդանախշերը, խաչապատկերները, մի խոսքով մինչև վերև այսպես փորագրած է խաչեր, այստեղ երևի կնունքի արարողությունը։ Հրաժարվում եք սատանայից և նրա բոլոր տեսակի խաբեություններից, նրա պատրաններից, կողմներից, ճամբաներից, նրա չար կամքից, նրա պատրաններից, կողմներից, ճամբաներից, Տպավորված եկեղեցու միջից տպավորված այդ գեղեցկությունը տեսնելով ես ապշած քայլում եմ դեպի ներքև, Օհանա վանքը ոնց որ թե կառուցված է ձորի այդ ժայռերի վրա, հիմա իջնենք ներքև, ավելի պարզ կերևա, ահա, ես ուղղակի հիացած եմ, ապշած եմ, ես ինձ ցույց չտամ, այ ձորը, սա Կարբիի աշտարակի ձորն է, գեղեցիկ, մի հատ գեղեցկություն, բարև ձեզ, ինչքան սիրուն է, այս աշտարակի Կարբիի ձորն է, չէ, աննկարագրելի բառերը այստեղ ավելորդ են, միայն պետք է գաք տեսնեք, իրական,
Ահա հենց եկեղեցին կառուցված է ժայռի վրա, ժայռի եզրին։ Դա քրքիր է շատ։ Երևի քարերը այն հատվածից են գնում վերցնում, սիրելի հետևորդներ, որովհետև ոնց հասկացա, սրանք պատահական քարեր չեն։ Եվ գիտեք ինչ, վատ է, որ տարածքում գիծ չկա կամ ինչ որ մեկը չկա, որ հարցնենք, իմ մտածելով քարերը այն վերջում երևաց, որ տենց քանդված քարեր կան։ Ես էլ գնամ բերեմ, շարեմ ու իմ նպատակը, իմ երազանքը խնդրեմ Աստծուց, թող Աստվածի կատարածի։ Ահա, քանի որ սիրելի հետևորդներս այստեղ մութ է ու ճամփան էլ քարքարոտ, տեսեք, ես Աստծո ճանապարհները միշտ դժվարին են, Աստծո դուռ գնալու համար հեշտ չէ ճանապարհները, քարքարոտ են, խոչընդոտներով լի, եւ ես էլ այս խոչընդոտները պետք է հաղթահարելով գնամ։ Համ նկարում եմ, համ գնում եմ, բայց դե տեղս էլ չգիտեն, ինձ թվում է այստեղ անհասանելի էլ կլինի։ Ոյ։ Քարերը այստեղից եմ վերցնում, հենց ուրիշ տեղից չեմ բերում։ Վերևում էլ էլի բարձրանում են, վերևի հատվածում էլ։ Ահա։ Այս քարերն են շարում իրար վրա։ Եվ ահա ես էլ մի քանի քար դնում եմ իրար վրա, թող կանգուն մնան այս քարերը, իմ նպատակն էլ կատարվի։ Եվ այստեղ սա էլ հենց երեխաներիս համար։ Ահա, հետաքրքիր է, քարերը դնում ես իրար վրա, ինքն իրան ոնց որ տենց հարմարվեն ու դասավորվեն։ Հետաքրքիր է, քար կա, որ դնում ես ինքը սղում է, չէ, բայց սա ոչ։ Այդ կողմից տեղ կա, կարակ գաք։ Մտածեցիք փակա։ Ուզում եմ ասեմ այդ կողքից թողան։ Ես էլ եմ առաջին անգամ գալի, այստեղ ինձ թվում է այս քարերը նպատակներ են մարդկանց, չէ՞։ Ու այդ քարերն էլ վերցնում են այստեղից։ Դա էլ եմ բացահայտել։ Այս տարածքի քարերով։ Ահա ես երկու քար այսպես դասավորեցի իրար վրա եւ իմ նպատակը, խնդրանքը ուղեցի դեպի առ Աստված եւ մի հատ էլ եւ քարերի մի շարան էլ, ահա, պատահական քարեր վերցնում եմ ու ահա այստեղ շարում եմ։ Սա էլ իմ հետևորդների համար, թող առողջ լինեն, առողջություն բոլորիդ։ Ահա։ Գիտեք ինչ եմ բացահայտել, որ այս քարերը ոնց դնում ես իրար վրա մնում են, չեն ընկնում։ Նայ, ու խոսքի ուրիշ քարեր կան, չէ, դնում ես, ընկնում են, բայց որը վերցնում եմ պատահական շարում եմ, իրանք մնում են։ Հետաքրքիր է շատ։ Փորձեք։
Ինչքան երկար ահա հետաքրքիր տեն շորել են ու անխափան մնացել է մինչև որ մեկը պատահական չդիպչի իրոք մեր վայգտուրով մենք բացահայտում ենք ողջ Հայաստանը հրաշքի եկեղեցիները վանքերը եւ զարմացած ու ապշած ենք որ մեր տարածքում մեր երկրում կան նման հետաքրքիր ու գեղեցիկ վայրեր նույնիսկ այս վերևում տեսեք մեծ քարեր Եվ ես որոշեցի ներքև էլ իջնել այսպես ճանապարհը ուր որ տանում եմ պետք է անպայման գնամ նկարեմ սիրելի հետևորդներ որ ձեր համար էլ պատկերներ հետաքրքիր է այստեղ ինչ են քարեր իրար վրա դրված չգիտեմ ինչ տարածք է ինչի է մի մտնենք երևի մարդիկ այստեղ իմ կարծիքով քարեր են դնում իրար վրա ահա օй քարանձավ է քարանձավ քարեր են դրել իրար վրա որպիսի կատարվի երևի իրենց նպատակները երազանքները ես տեղեկացված չեմ եղել սիրելի հետևորդներս տեղեկացված չեմ եղել այս հրաշք վայրի այս հրաշք վայրի, այս հրաշք եկեղեցու մասին իրոք ու պատկերացնում եք այս քարանձավի վրա կառուցված է եկեղեցին այն ամուր ժայռերով, ամուր ժայռերի պատերի վրա ահա ու քարերը երևի ես չգիտեմ տեղյակ չեմ որտեղից են բերվել ինչու ու ես էլ իմ նպատակը կկատարեմ Ինչքան երազանքներ կան, ինչքան երազանքներ, հույսեր ու ես էլ այնպես եմ քայլում, որ ոչ ոքի երազանքը չխափանեմ այդ քարերը իրար վրայից չընկնեն։ Թող բոլորիդ ովքեր մտել են այստեղ երազանք են խնդրել, այն վերևի բարձունքում էլ տեսեք, թող բոլորիդ երազանքները Աստվածի կատարածի։ Դա քրքիր է շատ։ Երևի քարերը այն հատվածից են գնում վերցնում, սիրելի հետևորդներ, որովհետև ոնց հասկացա, սրանք պատահական քարեր չեն։ Եվ գիտեք ինչ, վատ է, որ տարածքում գիծ չկա կամ ինչ որ մեկը չկա, որ հարցնենք, իմ մտածելով, իմ մտածելով քարերը այն վերջում երևաց, որ տենց քանդված քարեր կան։ Ես էլ գնամ բերեմ, շարեմ ու իմ նպատակը, իմ երազանքը խնդրեմ Աստծուց, թող Աստվածի կատարածի։ Քանի որ սիրելի հետևորդներս այստեղ մութ է ու ճամփան էլ քարքարոտ, տեսեք, ես Աստծո ճանապարհները միշտ դժվարին են, Աստծո դուռ գնալու համար հեշտ չէ ճանապարհները, քարքարոտ են, խոչընդոտներով լի, եւ ես էլ այս խոչընդոտները պետք է հաղթահարելով գնամ։ Համ նկարում եմ, համ գնում եմ, բայց դե տեղս էլ չգիտեն, ինձ թվում է այստեղ անհասանելի էլ կլինի։ Ոյ։ Քարերը այստեղից են վերցնում, հենց ուրիշ տեղից չեմ բերում։ Վերևում էլ էլի բարձրանում են, վերևի հատվածում էլ։ Ահա։ Այս քարերն են շարում իրար վրա։ Ահա ես էլ մի քանի քար դնում եմ իրար վրա, թող կանգուն մնան այս քարերը, իմ նպատակն էլ կատարվի։
Եվ այստեղ սա էլ հենց երեխաներիս համար։ Ահա, հետաքրքիր է, քարերը դնում ես իրար վրա, ինքն իրան ոնց որ տենց հարմարվեն ու դասավորվեն։ Հետաքրքիր է, քար կա, որ դնում ես ինքը սղում է, չէ, բայց սա ոչ։ Այդ կողմից տեղ կա, կարակ գաք։ Մտածեցիք փակա։ Ուզում եմ ասեմ այդ կողքից թողան։ Ես էլ եմ առաջին անգամ գալի, այստեղ ինձ թվում է այս քարերը նպատակներ են մարդկանց, չէ՞։ Ու այդ քարերն էլ վերցնում են այստեղից։ Դա էլ եմ բացահայտել։ Այս տարածքի քարերով։ Ահա ես երկու քար այսպես դասավորեցի իրար վրա եւ իմ նպատակը խնդրանքը ուղեցի դեպի առ Աստված։ Ահա, պատահական քարեր վերցնում եմ ու ահա այստեղ շարում եմ։ Սա էլ իմ հետևորդների համար, առողջություն բոլորիդ։ Ահա։ Գիտեք ինչ եմ բացահայտել, որ այս քարերը ոնց դնում ես իրար վրա մնում են, չեն ընկնում։ Նայ, ու խոսքի ուրիշ քարեր կան, չէ, դնում ես, ընկնում են, բայց որը վերցնում եմ պատահական շարում եմ, իրանք մնում են։ Հետաքրքիր է շատ։ Փորձեք։ Ինչքան երկար ահա հետաքրքիր տենց շորել են ու անխափան մնացել է, մինչև որ մեկը պատահական չդիպչի։ Իրոք մեր վայգտուրով մենք բացահայտում ենք ողջ Հայաստանը, հրաշքի եկեղեցիները, վանքերը և զարմացած ու ապշած ենք, որ մեր տարածքում, մեր երկրում կան նման հետաքրքիր գեղեցիկ վայրեր։ Նույնիսկ այս վերևում տեսեք մեծ քարեր։ Նորից նույն ճանապարհով զգույշ Եվ կրկին իմ առջև բացվում է մի գեղեցիկ տեսարան։ Հիմա մեր տուրի մասնակիցները ինձ ման կգան, ինձ կորոնեն, բայց դե ես էլ այս գեղեցիկ վայրերը պարտադիր պետք է նկարեմ, տեսնեմ։ Այս կողմի վրա ինչեր են, ինչ տեսարաններ։ Հենց անցք է հետաքրքիր։ Եվ իրոք իչքան հովեսա շատ սիրուն է, շատ սիրուն, ու այսպես դեռ ճանապարհը շարունակվում է։ Հրաշք, այն որ մենք նստել ենք մեր վայքում, վայ քաղաքում, գիտենք թե աշխարհում ոչ մի բան չի կատարվում, ոչ մի գեղեցիկ վայրեր չկան, բայց ասեմ, որ հիասքանչ է մեր բնությունը, մեր երկիրը, մեր Հայաստանը շատ չքնաղ է։ Այսպես նայում եմ դեպի ձորը, կիրճը, հրաշք։ Միայն մեր Վայոց ձորում չեն, լեռներ, սարեր։ Մեր երկիրը ողջ լեռնային կղզի է կոչվում։ Ամենուր եկել քարեր, ժայռեր, ժայռապատկերներ եւ Նազոն էլ ինչու՞ չէ հիանում է այս գեղեցիկ բեկորներով ու տեսարաններով։ Շատ լավ օր, շատ լավ օր, այն որ չեմ ափսոսում, որ ժամանակս
տրամադրեցի վայք տուրով տեղ գնալու համար։ Տուրի մասնակիցները հիանան, ամեն մի քարը թուփը նայեն, ուրախանան ու գոհ գնան իրենց տները։ Ուստի սիրելի հետևորդներ, չմոռանաք բաժանորդագրվեք, լայքեք ու բաժանորդագրվեք, որպեսզի ինձ հետ եւ վայք տուրի հետ բացահայտենք մեր Հայաստանը։ Դեռելի տեղեր ունենք գնալու ենք ուր։ Սաղմոսավանք, Ծաղկևանք, ես հատուկ ուխտով եմ եկել, հատուկ նպատակով, որ Ծաղկևանքում մոմ վառեմ իմ հետևորդու համար։ Իսկ այս ճանապարհը հետաքրքրասեր մարդկանց համար է։ Ահա։ Հեռվում տեսեք քարերով ինչ որ ճանապարհ է եղել, որովհետև նկատելի եղավ, ահա, որ այդ ճամփեզրին քարերը շարված են, մարդու ձեռագործ աշխատանք։ Ժամանակին սա ճանապարհ է հանդիսացել, ահա մի նայեք, այսպես, երևի կիրճ բերող, ձոր բերող ճանապարհ է եղել։ Դե մեր այս տարածքներն են ունեցել են պատմամշակութային մեծ արժեքներ, ինչու՞ չէ մարդիկ ապաստաններ են ստեղծել կիրճերում, քարանձավներում պաշտպանվելու համար, մի խոսքով հայ ժողովուրդը ամեն ինչ էլ ստեղծել դարերի պատմություն ունի եւ հենց այս քարերը, շինությունները հին ժամանակների խոսում են մեր հին լինելու մասին։ Եվ սիրելի հետևորդներ, գնահատենք ու սիրենք մեր երկիրը, փայփայենք մեր երկիրը եւ այն երբեք չհանձնենք թշնամուն, պայքարենք ամեն ինչի համար։ Հայրենասիրությունը շատ լավ բան է, սիրենք մեր հայրենիքը, սիրենք ամեն մի տարածք, վայր, ության մեջ գտնվող հրաշքները։ Երեխաները եկեղեցու բակում ուրախ անհոգ թռվռում են։ Այդ ինչ եք խաղում երեխեք։ Մեծերը չեն կարա խաղան։ Հա? Ասում եմ մեծերը չեն կարա խաղան։ Հա? Հիմա ես ուզում եմ ձեր հետ խաղամ, կլինի։ Հա? Մենակ հեռախոսից չեք։ Հիմա ես ուզում եմ ձեր հետ խաղամ, կլինի։ Ինչ եք խաղում։ Կռիվ։ Հա։ Ոնց եք խաղում, ես էլ եմ փոքր ժամ։ Հա։ Կարամ գլորվեմ։ Կարողա գլորվեմ ընկնեմ։ Գլորվեմ։ Մամ, Լիլիթ։ Լիլիթ, լսեց արա։ Այ լսեց արա։ Նայ։ Լենկո, բեբի։ Մամա, դիլա դենկո։ Չեմ կարում խաղամ։ Ոնց անեմ։ Հա։ Սենց գլորվեմ։ Ոչինչ։ Հետ շատ լավ էր խաղալը։ Հա, գլորվեցի, շատ հավես էր։ Շատ հավես էր։ Տեղից եք երեխեք։ Մուսալերից։ Իսկա չարեց գողակ։ Լայք եք և subscribe։
Նազելի Նազին։ Բաժանորդագրվեք։ Նազելի Նազ, դուք եք բաժան։ Նազելի Նազ, անգլերեն։ Բաժանորդագրվեք։ Ես մի հատ այս կողմն էլ մանգամ, բացահայտեմ, մանգամ, տեսնենք ինչ այս կողմի վրա ինչ շինություն է եղել։ Իհարկե, էլի եմ ասում վատա, որ ինչ որ մի տեղեկություն, բան, չգիտենք, չունենք։ Շինություն է եղել, այս բոլորը եկեղեցու տարածքն է։ Թվականներ կա վրան, արդեն ջնջված, մաքրված է, պարզ չի երևում։ Ահա։ Աման դրեք, հասա հենց չեմ լսում։ Այստեղ էլ կոֆե են պատրաստում, կոֆե են խմում, իհարկե ես դե ճանապարհ գնալուց չեմ խմում։ Չէ, այս պահի սրանքի պայքարի հերիքի Եվ եկեղեցում էլ այսօր հիմա Հարսանյան ծարարողություն է, պսակադրություն։ Երկու տեղն էլ շատ լավ է, որ ուզում ես նստես, հանգստությունը վայելես, շատ լավ։ Եղանակն էլ դե տեսնում եք այնքան շոք է, որ ես կարճաթև եմ հագել։ Շոքում ենք, բոլորն էլ համարյա թեթև են հագել։ Գալիս է։ Օֆիկ։ Այսպես քարանձավ է ու այդ ժայռի վրա էլ եկեղեցին է, էլի կառուցված։ Հեն որ դու ինձ նկարեցիս, այդ դրա դիմացն է։ Դիմացը։ Չէ, լավ տեղ էր։ Ահա ես հեռվից այստեղ էլի եկեղեցու տարածքն է, ազատ, լայն, ընդարձակ տարածք, խաչքարերով, քարեր, ամենուրեք խաչքարեր ու հեռվից ուզում եմ նկարել օհանավանքը հեռվից, ավելի գեղեցիկ, պատկերավոր երևալու համար։ Շատ սիրուն է, այնքան մարդաշատ ասեմ, որ հիմա էլ Հարսանյան ծարարողություն կա։ Մի հատ տեսեք ինչ, այն որ եգիպտական բուրգերին ենք, չէ, ասում ենք ոնց են այս քարերը հանել, դրել իրար վրա։ Պատկերացրեք 4-րդ եւ 15-րդ դարի կառույց է ու այս քարերն էլ ոնց են հանել, դրել իրար վրա։ Սիրելի հետևորդներս, բա հնություն է, հնություն։ Այս նստարանին ու մեր տուրի մասնակիցներին ասեցի, որ եկեղեցին կառուցված է քարանձավ ժայռի վրա, ներսում էլ քարեր կան, շարում ես իրար վրա նպատակներ դնելու, երազանք պահելու համար։ Գնացին, դե ես մտել էի արդեն եւ ինձ համար հետաքրքիր էր այս վայրը։ Եկա այստեղ շատ հաճելի օր։ Ձեռքերս լվացել եմ, սիրելի հետևորդներս։ Իհարկե մենք ճամփին սնվելով, ուտելով, հավեսին զրուցելով, ասել խոսելով մեր տուրը կազմակերպում ենք, հացսել կիսատ մնաց։ Եվ եկեղեցու բակում շատ հաճելի է։ Անել ես եմ պատրաստել տնական համոզթան, որ պատրաստել վերցրել եմ ինձ հետ։ Ահա տուրի մասնակիցները եկան եւ ես էլ միանամ նրանց։ Իմանում հետաքրքիր էլի
եկեղեցու տարածք է։ Ահա, եկեղեցու տարածք էլի պարիսպներով, հին պարիսպներով տարածք։ Եվ ես էլ ինչպես իմ սովորության համաձայն վերցնում եմ մի քար եմ վերցնում, սա օհանավանքից հիշատակ եւ վրան էլ գրում եմ անունները։ Ահա։ Ես էլ այսպես կգնամ, այս ճանապարհով կհլնեմ։ Այստեղ փակ է դուռը, բայց դե բացում եմ դուրս գամ։ Ահա։ Դե ինչպես միշտ անհնար է, որ եկեղեցու բակում էլ չվաճառեն քաղց։ Ես տեսեմ կողովս անցակ եկա։ Ահա, այդտեղ հետաքրքիր վաճառ, չիր ու չամիչ, ալոճ, խնձոր, ինչ արժի խնձորը։ 3 կիլո 300 դրամ։ Լավ էլ է ժանա, բայց 4-ը կտամ եթե առնես։ Վիշի է։ 4-ը, հա? Վիշ։ Տուր, տատ, 4 կիլոն 1000, խնձոր։ Աստեղից ինչ ուզես, կուզես։ Մի բան էլ ինձ անես դա։ Թե տատի խնձորն ուզեցի։ Յուղից եկած։ Էս ինչ լավ գյուղ ունեք, էս ինչ լավ եկեղեցի ունեք, տատի։ Այ տատ, այդ ձեր եկեղեցին որ դարի կառույց է։ Սուսան, ասма որ դարի է։ Դարի։ Որ դարի։ Այն 4-րդ դարը 13-14-րդ։ Հին եկեղեցի է։ Ասեմ, որ հրաշք եկեղեցի էր, առաջի անգամ ենք եկել, մեծ տպավորությամբ տենց գնում ենք։ Ունեցել է 7 որդի, առաջի որդին Հովանեսն է եղել, վերջի որդին Կարապետն է եղել։ Հա։ Ինքը 70-80 տարեկանում են ունեցել այդ երեխաները։ Ոյ, տերում ես ոչ մի բան չգիտենք։ Գնացության ասելա պետքա դուք երեխա ունենաք, իրանք երեխա չեն ունեցել, ասել է ոնց թե ես 80 տարեկան կինս 70 տարեկան ես, ոնց պետք է երեխեք ունենանք մենք տարիքի։ Հետո ունեցել են առաջի որդու անունը ելել է Հովանես, վերջինը Կարապետ, հետո Մարտիրոս, Սավետից, Մկրտիչ, Մարգարա։ Մի խոսքով։ Այստեղ են ասոթը որդով սեղան նստեք։ Ահա, պատահում է։ Հա։ Դե ասա։ Ինչ ես ուզում։ Խնձոր։ Յոպ, վերնեմ քեզ։ Հաջողություն։ Քեզ վերնեմ քեզ, ուրազդ կատարի Աստված։ Մի հատ էլ պոպոկ ակցիա։ Հա։ Այո։ Էդ էլ տատը։ Նանա ուզում ես չուրա։ Չէ, ունենք տատի։ Հա, հաջողություն ձեզ։ Առողջություն։ Հա, վերադարձանք մեր վայք տուրով շատ հաճելի ժամանակ ենք անցկացնում։ Պամիդորը բերեք լվանա, բայց կարող եք։ Խնձոր եմ առե։ Ախի դպար մոտոցելի նազա։ Ախսի դե խնձորը էլի։ Ծաղջիկը կպել այդ կնիկը։ Հա, տպավորությունները մեծ, մենք հեռանում ենք օհանավանքից։ Ահա, հարսանիական արարողություն։ Դա խանգարում, ասեք ու գնատենամ։ Դե ջաջային ոնց ասեն գնա։ Գնանք, որ հասնենք Սամոսավանք։ Գեղեցիկ գյուղեր, մրգաշատ, բերքաշատ ու իրենց միրգն ու բերքը վաճառում են այստեղ ճանապարհներին։ Սերկեֆիլ։ Այստեղ աշկից հարսանիական արարողություն է եկեղեցում։ Այսիշ կոն մեքենաներ, կոն շոտ մեքենաներ։
Մարդը շատ է, լսի, ստե ավտոյով գալ հանհնար էր, չէ, ճիշտ է կանգնելն էր, ահա որ է։ Ինչեր ասես, որ չեմ վաճառում, նույնիսկ ծիրան, ծիրան էլ կա, սունկ։ Հա, սունկ, ծիրան, պատկասու ծիրան, կախասունկ, քարերը, իսին սիրուն քարեր են, լստ է, ադամանտներ, սիրուն են, չէ, ինչ է արժի, պապի, էսի, էս, Ինչ այանում, էս ինչ քար է, այ պապի, Լազուրիտը։ լազուրիտ, Են սուտակներ լուսնակարան, սևնել օբսիդիան, սևնել կարիշնի։ հա, սևը օբսիդիան է, պարզ է, էսի լազուրիտն է, լազուրիտ, անհնար է, որ ես ապրես, պապի ջան, էս ինչ լավ ալոճներ, բայց լազուրիտը ավելի կապույտ չի, հետաքրքիր է, չէ։ Այս փոքրն էլ է 1000։ Ես 500, ձեր, տուրիստներին ես 1500։ Վայ, ես տես բաներ սիրում եմ, էլ չիր, չամիշ, չրերի տեսականի, հոնի չիր չունեք, հա, չէ, բոլոր տեսակի չրերից կա, բացի հոնի չրից։ Ահա սա էլ սաղմոսավանքը մորթաշոտ, երևի ես իմ թիմակիցներին արդեն կորցրեցի, ես ինչ մորթաշոտ է, չկնաղ ասիրուն, Եկանք, ասեղ կծելու տեղ չկա, տեսնում եք, չէ, ինչքան մարդ կա, օֆիկ, ուր են գնում, ներքևը նայենք, Ներքևը զորը նայենք, հա, տեսել են տները, այ կոտներ են, չէ, գաս, գիշերակաց, մնյասը տեղ, սիրունը, անջատվես, ուտելիք բան վերցնես, գաս մնյաս այդ տներում, չէ, հա, Էլի շուն, սաղ տեղերը երեխեք, ստե աշկես մի հարսանիք չի, 2-3 հարսանիք է, որտև անհնար է, մեկի ճամփինք են այնտեղ էլ հենա բան են անում, զաքս են ալում, հա, հենա, զաքս են ալում, հավես է, ահա մենք նորից եկանք այն օհանավանքի շարունակությունն է այս կիրճը, ձորը, շատ գեղեցիկ, Շերտ ժայռերը այս հատվածում ավելի գեղեցիկ են ժայռերը, շերտ, Անես դե կարևոր երևա այդ բանը։ Որպես բան, ինչ են ասում։ Միամիտ դեպք։ Արտուր, թողել է, թող
Ահա եւ ինձ հետաքրքիր է այս տարածքը։ Օй։ Մի հատ աննկարագրելի գեղեցկություն, սիրելի հետևորդներ, այստեղ ասեմ, որ կատարվում է մի քանի հարսանեկան արարողություն, երևի որ սուտ չասեմ մի 5-ը մի անգամից ու տեսեք շատ լավն է, շատ լավ, այն բարձր հատվածում, որ վախենալու Հեսա հենց ասեմ մի հատ քիտիկներով կպնեք ու հետաքրքիր է շատ։ Պատրաստ արդյոք։ Հետաքրքիր է շատ նստել այստեղ բարձրունքում, այն որ շատերը չեն համարձակվի նկարել, այնքան հավես է այստեղ։ Եվ ասեմ, որ վախենալու ոչ մի բան էլ չկա։ Ճիշտ է, ինձանից ներքև արդեն խորձորն է, անդուտն է։ Անա ինչ ես անում։ Ձերքը sense բցրած, հենց ասեմ, sense բարձրացնում ես, որ գլուխը դնում հա։ Այդ բարձրացնում։ Այո, всё։ Նա մենակ ձերք եմ նկարում, դեմքը էական չի։ Պատրաստ։ Իշտում են ներքև ձերքը։ Իշտում են ներքև ձերքը։ Իչի։ Եվ ես էլ սիրում եմ ուր գնամ, հետաքրքիր տենց դժվարին տեղեր գնամ, ճարեմ, բացահայտեմ ու նկարվեմ։ Կարանք հելա ձերքը։ Գլուխը դրիր։ Ու հետաքրքիր է։ Պատրաստ։ Կարանք նայում ես։ Գլուխը պետք չի բարձրացնել։ Դրած պտտում ես, լավ։ Դու արդեն ես պրստես, ասա ես անեմ, լավ։ Ձերքը բաչելու կադրը միացած նկարեմ։ Այդպես բանում ես, հա, մի հատ Այստեղից, ահա։ Բերի մեջ ինչ-որ անցք է քարանձավ է։ Ահա, ես նստել էի այս հատվածում, քանի որ ինձ նկարող չկա, այս հատվածում եւ այստեղից են ներքև է անդուն ձոր ժայռերը։ Ահա, գեղեցիկ հարսանեկան արարողություն բացօթյա տաղավարում։ Ինչքան հաճելի է, չէ՞։ Շատ։ Ահա։ Սա էլ եկեղեցու ներսը։ Հա։ Հա։ Ահա եւ ես իմ մոմն էլ վառեմ Սամոսավանքում։ Սա Այս մի մոմն էլ վառում եմ, հատուկ բարձրաձայնում եմ Նարինեի համար և միմիայն Աստծուց խնդրում եմ Նարինեին առողջություն տա։ Իսկ այս մեկ մոմն էլ վառում եմ իմ հետևորդների համար, բոլորին առողջություն, Աստծո օրհնությունը միշտ լինի բոլորի վրա։ Այ հարսիկն ա գալի, չեն կարա գնանք։ Մենք կարող են գնալ, լավ նկարում են թող։ Ահա ազատվեց։ Այստեղ էլ մեր շնորհակալությունը հայտնեցինք Աստծուն, մոմ վառեցինք, ասեմ, որ եկեղեցում այսօր
8-ը հարսանիական արարողություն է նշվում ու դրա համար էլ այսքան մարդաշատ է եւ ամեն օր է այսպես եւ միշտ է այսպես մարդաշատ։ Այս նստարանն էլ ազատ է, հավեսին տեղ։ Արեք մի հատ նկարվենք գնանք։ Թզի ծառի տակ։ Դուշ չի։ Էսի են վայքի ծառերից է։ Բայց ում ասենք, որ մեզ նկարի, կողից sense մեզ նկարեն։ Արի կնկարենք, նա արի գոհ։ Արի։ Մեզ նկարի քո հեռախոսով։ Մատելը նես նկարի։ Sense շարքերով կանգնել են հարսիկին են դիմավորում։ Ասում են դու ֆերներ եք իջացրել։ Հարսիկին են դիմավորում։ Հա։ Ուրա, ես էլ հարսիկը։ Են որ ահավոր էր այստեղ։ Լավ բան եկանք այ հիմա իսկականից սովածացել ենք, են որ սովը խեղտել է։ Aşağı ahber sağım atıyor. Դուրը այստեղից է։ Կանի լավ, կանի։ Ցիկ սերկեֆիլ գողանանք։ Ահա, այստեղ են ասում գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ։ Լավ գողեի։ Քողս է։ Քողի։ Սիրելի հետևորդներ, մենք Սաղմոսավանքից գնում ենք Ծաղկևանք։ Այստեղ մի բադակար արեցինք ու մի լավ եկեղեցի ենք տեսել, այդ եկեղեցին էլ մտնենք, տեսնենք, ինչ մենք գտնվում ենք Կարվի գյուղում։ Ահա, իհարկե այսքան ճանապարհորդությունից հետո մենք մի լավ հոգնեցինք իրոք, ճիշտ է ոչ թե հոգնեցինք այդ տեսարժան վայրերը պտտելուց, այլ այդ ճանապարհից։ Ես երկար ճանապարհ չեմ կարողանում գնալ, բայց դե չեմ կարողանում նայել հրաժարվել մեր այս գեղեցիկ տեսարժան վայրերը դիտելուց։ Ոնց են ասում, գլուխը սուռել է, տրաքում է, դեղել կա մոտս, ասում փառք ամեն ուրեք բնակավայրեր են, բայց դե չեմ ուզում դեղ օգտագործել, բայց ասեմ, որ իմ ընկերներից էլ հետ չմնամ, գնամ հասնեմ, ջուր խմեմ ու շարունակեմ իմ ճանապարհը, մեղուները ինչ չգծեք, ինչ համով սառնորակ ջուր է և մոտենամ եկեղեցուն։ Ու մի բան եմ նկատել, որ եկեղեցիները այնքան շատ են, սենց լայնարձակ է, հա, տարածքը մեծ, և դա էլ երևի պատճառ է հանդիսանում, որ մարդ հանգստություն զգա։ Շնորհակալություն Օֆելիա ջան։ Աստված ձեր երազանքները թող կատարի։ Այո։ Առողջություն բոլորին։ Ուֆիկ։ Հա։ Որ առողջությունն է, որ են կարաս հին շոր հագնես, մի բան չուտես, պակաս, բայց կարևորը առողջ լինես, ամենաթանկ բանն է աշխարհում։
Եվ մեր Աստվածն էլ առատաձեռն է։ Եթե հավատքով խնդրենք, աղոթենք, Աստված թող կատարի։ Այո, առողջություն բոլորին։ Մեր հայացքին ոնց պատերազմ չլի, խաղաղություն լինի։ Ճիշտ է։ Մի բան ավել պակաս, հա, խաղաղություն, առողջություն, հաջողություն։ Մենակ է, ոչ մի մայր չլացի, ոչ մի մոր Այո։ Եվ ես այս մոմն էլ վառում եմ Նարինեի համար, իմ հետ է որդուհու, ինքն էլ ունի առողջական խնդիրներ, թող Աստված իրեն էլ առողջություն տա։ Եվ իմ ամենամեծ ուխտը նպատակային է, որ ես Ծաղկևանքում հատուկ մոմ վառեմ իր համար, որովհետև ինքը հավատում է Ծաղկևանքի զորավոր բժշկությանը։ Այո։ Սա էլ վառում եմ այս մոմը Գեղանուշ տատիկի համար, Լիլիթիս Գեղանուշ տատիկն է ինքը իր համար, ես մի մոմն էլ վառում եմ իմ հետևորդների համար, որ բոլորն էլ առողջ լինեն, այո, ուրախ լինեն, սա էլ վառում եմ մեր վայգտուր գլխավորողի Արթուրի համար, թող հաջողություն լինի իր, այո, հաջողություն լինի իր գործերին, իր բիզնեսին, անփորձանք երթևեկություն եւ Աստված հավատքով որ խնդրում ենք անպայման կկատարի։ Ուժը փոխանցինես։ Գնացինք։ Հաջողություն կարվի։ Սիրտ։ Ավելի լավ, ինչ ես ուզում ասես։ Ուզում ես ասես հացները։ Արա, երևի Նարինեինն է։ Գոարինն է։ Ահա սիրելի հետևորդներ, մենք եկել ենք, որ գնանք Ծաղկևանք եւ ճանապարհին մի փոքր հաց ենք ուտում, սոված ենք բոլորով։ Մի հատ տեսեք ինչ հավեսին սեղան ենք գցել։ Հա։ Ինչ հավեսին սեղան։ Կանաչի, երշիկ, գողացված պամիդոր, հա, էտա։ Հա, գողացված պամիդորն է, բայց առանց գողանալ էլ կա։ Հա, առանց գողանալ էլ կա, պանիր։ Այս լավաշին Ասեք անեմ, հա, ասեք անեմ, բացի, մեծ ավարի ձեռքերից բացի, բաժակները լցեք, անձանոց ահա, լավ հաց ուտենք, որ են սարը մեզ է սպասում, դիմադրենք, բարձրանանք, ոտքով ահագին ճանապարհ են գնալու, ահա, բարձրանալու ենք ահագին ճանապարհ։ Այսքան լավաշերիկ չի, հետ էլիկ բան կանենք, էլի, հա։ Բացի նավտրեմիչի պանիրներ է համար։ Ինչ էլ հավեսին սառը ջուր կա այստեղ, հա, շատ լավն է, այո, ինքան սիրուն ուռենի է, հով է պահում և ինձ թվում է բոլոր անցորդներն էլ կանգնում են այստեղ իրենց հացն են ուտում, որ ուժերը հավաքեն, սարը բարձրանան, գնում ենք Ծաղկևանք, առաջին անգամ են գալի, որպեսզի տեսնենք, թե ինչ բացահայտում ենք հետաքրքիր վայրեր։ Ահա, Հա կարամ խփեմ ինչով։ հա թող խոսա մարդը, բան ասում, հա։ Ամեն դեպքում շնորհակալ եմ շատ։ Առաջի անգամ էին, որ վայգտուրով ես երթևեկության եմ դուրս եկել, շատ հաճելի էր։ Շնորհակալ եմ Արթուր ջան գեղեցիկ վերաբերմունքի համար։ Շնորհակալ եմ ձեզ տղաներ ամեն ինչի համար։ Շնորհակալ եմ բոլորիդ լավ որ տրամադրելու համար։ Շնորհակալություն նաև բոլոր մեր սրբերին, որ մենք ողջ առողջ այդքան ման ենք եկել, ստեղ նստած հաց ենք ուտում։ Այո, Միանում ենք Նազո ջան, մենք էլ ենք միանում։ այո, Հաճելի էր նազելի ջան։ լավ թողեպի, ցկերան, խմեցինք, հավեսին և կոֆե խմենք ու ուղևորվենք։ Ամա շունը հեռախոսս չգցի։ Ո՞վ չես խմում, բաժակման դվանում։ Այո, բայց գթալը ուրա։ Հա, տարան, ես էլ ասի կորցրեցի գթալը։
Դե գնային ձողս լետե որսնա շատ լավ անցա։ Էս ինչ է սիրուն ուռի ծառա։ Եվ սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք, լայքեք, միացեք իմեջին, ինձ հետ բացահայտելու, մեզ հետ բացահայտելու մեր Հայաստան աշխարհը։ Եկել շորի գրից են գավ, ես տեսամ, որ արձաթա, ասում կայ ներցեմ, նստուկ տետանի։ Այս, ոյ, այստեղի մասուրը, սիրելի հետևորդներ, մենք մեր վայքի մասուրն ենք գովում, մի հատ տեսեք ինչ մասուր կա, ինչ մասուր, խոշոր, կարմիր, ինչ խնձորներ են։ Արի հելը։ Բա այս ումն է այս խնձորը։ Ումն է։ Բա որն է ձեր ծառը։ Մի հատ խնձոր կտաք ինձ։ Հա, կամաց չընկնեք։ Կամաց չընկնեք։ Տեսեք ինչ երեխեքն են այստեղ նստած։ Երեխեք կամաց մի վազեք։ Դուր, ապրես դու, բարև ձեզ, ոնց եք։ Շատ լավ խնձորներ ունեք։ Ստեր խփած է էդի։ Միկրոֆոնը։ Իսի սիրուն աղջիկա, պուպուշ, սիրուն, խնձորի նման կարմրաթույր։ Շատ սիրուն։ Այս էլ քո ապերիկը, ոյ թարթիշներ իշքան լավն եք դուք։ Գնաց երեխեք, ապրեք։ Եկան խնձոր տարան, այն մարդիկ եկան խնձոր տարան։ Հա, դուք ինձ նվիրեցիք խնձոր, ապրեք։ Միշտ տենց Միշտ տենց հյուրասեր լինեք, առողջ լինեք, ձեզ էլ Չէ, ապեր, չէ, ապրես։ Տենամը տե ինչ եք անում դուք։ Հա, բա ինչ անեն։ Խելոք խաղում եք։ Չէ, չեմ ուտում, քաղցրս։ Չեմ ուտում, քաղցրս։ Դե դա ինչ անենք։ Հետաքրքիր է համել YouTube եմ գցում, որ ձեր նման պուպուշ, ես սիրուն է։ Ոյ, դե մրջան, խնձորի փոն։ Բայց սաղ էլ սիրուն համով, լսի։ Հա, նկարում եմ Ծաղկևանքի ճանապարհը, թե ինչքան դժվար է, մի քիչ ճանապարհներն էլ լավ չեն, բայց դե մենք մեր ուխտը պետք է մինչև վերջ տանենք գնանք։ Ոյ։ Հավատքով։ Կարևորը հավատքով։ Որ իր արցունքներն է։ Ու շատ բուժիչ։ Դուրա իմիջելով դիմացնել արագածն է, կարաս նկարես, վայք Դու արագած արմաստվահան։ Անգամ տուր ունի, որ տանում արագածի փեշին խաշա հույրասիրում իրա։ Այդ երբ, երկա։ Բարձրանում ենք Արալեր, Ծաղկևանք։ Ծաղկևանքի պատմությունը երևի շատերիդ հայտնի է։ Ծաղկևանք են անվանում կամ Սուրբ Վարվարա։ Խանից որ չամուսնանա հետը հագստոց է գտնում Արալերան վրա ժայռերի մեջ։ Շունչս կտրվում եմ, բայց պատմում եմ։ Եվ նրան տեսնում եմ մի հովիվ, որը նաև ապաստարանի տեղն է ասում, որ աղջիկը գնա այդտեղ բախկվի։ Բայց իշխանը հետապնդում է, հովիվն էլ դե տեղը ասում է, վախենալով իշխանից ու գտնում է աղջկան։ Աղջիկը այն մտքից, որ պետք է ամուսնանա իշխանի հետ, իրեն այդ ժայռերից գցում է ներքև։ Եվ այդ վանքն էլ, եկեղեցին էլ
կառուցվել է այդ աղջկա պատվին։ Ես առաջին անգամ եմ գնում եւ ասեմ մեծ հավատքով։ Եվ ասեմ, որ այս ուխտագնացությունը ես իմ հետևորդու պատվին եմ կատարում Նարինեի, ինքը ունի առողջական խնդիրներ եւ ես պետք է գնամ այստեղ մոմ վառելու, ինչու՞ չէ նաեւ այդ բուժիչ ջրից բերելու ինձ հետ, որովհետեւ նա Հայաստան է գալու եւ ես այդ ջուրը կպահեմ սառնարանում, կտամ նրան։ Ահա մարդիկ ուխտի են գալիս եւ իրենց հագուստից թաշկինակ, շարֆ, ինչ որ մի բան կապում այս ծառի վրա, որպեսզի իրենց նպատակը, երազանքը Աստված կատարի։ Տուրի մասնակիցները, հա, ուխտագնացությունն էլ, սիրելի հետևորդներ, այսպես դժվարին ճանապարհներով է, հեշտ չեն Աստծո ճանապարհները, հեշտ չեն, մարդիկ նույնիսկ ոտաբոբիկ առանց կոշիկի են բարձրանում այստեղ, ինչու՞ չէ նաև Սուրբ Հովհաննես։ Ահա տեսեք արդեն երևաց վանքը, այն ժայռի ներքևի հատվածն է, ինչքան դեռ ունեն գնալու, շատ, ահա, այս մասը պետք է գնանք։ Եվ սիրելի հետևորդներ, բաժանորդագրվում եք իմ ալիքին ու լայքում եք, լայքում։ Ես այս դժվարին ուխտը հատուկ գնում եմ իմ հետևորդուհի Նարինեի համար, նրա համար առողջություն խնդրելու Աստծուց եւ Աստված էլ ամենաբարի Աստվածն է, պետք է խնդրենք, որ տրվի, այո, Օй Գալիս են։ Ահա սիրելի հետևորդներ, ես Ծաղկևանքում եմ, իմ ուխտը կատարվեց, հասել եմ Ծաղկևանք, մի քանի րոպեներ հետո ես կհայտնվեմ Ծաղկևանքում, շատ հավեսին տեսարան, ժայռերը, որ երկու կողմից այսպես կարծես թե թիկնապահներ լինեն այս վանքին, վանքը նաև կոչվում է Սուրբ Վարվարա։ Իմ համար տարբերություն չկա, Աստված կարևորը մեր նպատակները կատարածի։ Այո, որ դարի եկեղեցի է։ Ինչ 3-ից 4-րդ դարի պատմություն։ 3-ից 4-րդ դարի պատմություն ունի։ Սիրելի հետևորդներ, ահա հարցրեցի 3-ից 4-րդ դարերի պատմություն։ Իրոք հնություն բարձրանանք վերև, այստեղ էլ ուլունքներ, գեղեցիկ ձեռքի աշխատանքներ։ Շնորհակալություն։ Շնորհակալ, մի հատ էլ հաշվեք։ Լավ, հաշվեցիք էլի։ Ահա սիրելի հետևորդներ, գնում ենք, բարձրանում ենք արդեն։ Ահա, ինչքան խաչքարեր կան, եւ այս խաչքարերը այն մարդկանց երախտիկն է, այն մարդկանց շնորհակալությունն է Ծաղկևանքի կույսի զորությանը։ Այ, սիրելի հետևորդներ, մի քանի քայլ մնաց, որ ես ներս մտնեմ եւ հիանում եմ այս բնության գեղեցկությամբ։ Ինչ գեղեցկություն է, որ չեք ասի, ժայռի մեջ բուրված մի վանք, մի պաշտպան վայր, մի աղջնակի պաշտպանվելու վայր,
որը դարձել է սրբավայր 3-ից 4-րդ դարի կառույց է սա եւ այսքան մարդիկ իրենց ուխտը հավատքով գալիս են այստեղ։ Չէ, դուք խոսացեք, ինչ չեք խանգ։ Հա, ինչ չեք խանգարում։ Շատ վլոգիս մեջ ձեր ձայները լսվի։ Ոնը կտենան կճանաչենք, կասենք այդ մեր ձեր։ Հա, թեզ մեկ ձեզ է կարամ նկարել։ Այ։ Հրաշք։ Հրաշք։ Տատի բարև։ Ոնց ես։ Տատի ծաղկևանքը որ դարի կառույց է, որ դարում ա եղել ծաղ։ 4 դար։ Հա։ 3-4 դար։ 3-4 դար։ Մի փոքր կարակ պատմեք ներկայացնեք։ Տատի կպատմես։ Ծաղկևանքի մասին։ Հա այնքան կարաս, ինչքան հիշում ես ասա, տատ։ Հենա երկու շունն դեղա նայում իրար գնարաշտ ես նստած նայում են Այն ինչա։ երկու շունը ստեղի Հա։ ընդեղել հենա չոբաննա Ուր ա տատ։ Ես ճանապարհի վրա որ գլուխ Հա։ մեծինա դեմինեն շունը պապազացա Հա, աղջկա անունն ա։ Իսկ սրբի անունը քուս Վարվարը։ աղջիկա Հա, ինքը չի, ինչը այրան ժայռից գցել, ինչի համար է ժայռից գցել։ ինքը ժայռը չի գցել, հերն է եկետարը։ Հերը եկե տարել ա։ Տարե Հունաստան։ Հա։ Ինքը ճուրզում էր հավատացյալը։ Հա։ Դրեցի համրեն տարե։ Հա։ Այտենց պատմությունը այդպես էր։ Բա ժայռից չի գցել, հա։ Չէ։ Բա մենք ինչի գիտենք, որ ժայռից գցել ա։ Հա։ Հա, պապի։ Բա մենք ինչի գիտենք, որ ժայռից գցել ա։ Սխալ ա։ Մեկն ընթապատում, մեկն ընթապատում։ Ավանդույթ, հա։ Ճիշտը տենց ճիշտ պատմությունը չկա, բայց շնորհակալություն ձեզ։ Հա։ Հա։ Շան պատկեր նայի, մեկը այն կողմ ա նայում, մեկը այն կողմ, գլուխը նայի, երկուսի գլուխ։ Չոբանն էլ ներքևը։ Չոբանը ուր է, չոբանը չեմ տենում։ Ասմաբնի մատը գալհարնասն։ Տեղեկություններ հավաքելով, տարբեր վարկածներ, այ շիշը սնգավ, տարբեր վարկածներ լսելով բարձրանում ենք ծաղկևանք։ Այո, դու նկարի, ինչ եմ անում, ինչ Ինչ իմանա, որ թողնում է։ Ինչ ես ուզում։ Հա։ Մի փոքրիկ տեղ է, պատը սպարվելու տեղ, չէ։ Ահա եւ այստեղ էլ ժայռից տեսեք ջուր է հոսում։ Ասում են, որ սա այն աղջկա արցունքներն են, մինչև հիմա գալիս է։ Լացում է ու լացում անդադար ամարտներ այդ ջուրը կա։
Տատի նոմերը ես ինչ։ Նարինե ջան, քեզ առողջություն եմ ցանկանում։ Առողջությունը ամենաթանկ բանն է կյանքում, քեզ առողջություն։ Ամենակարևորը թող Աստված բժշկի քեզ, Աստված թող բուժի քեզ, դու շատ լավ բարի մարդ ես։ Այն ինչքան չգիտեմ, երազանքներ, ամենակարևորը որ առողջ լինես։ Ահա։ Այս մի մամն է վառում եմ Լիլիթի գեղանուշ տատիկի համար, բարի, այն չգիտեմ բարության մարմնացում, այն որ Լիլիթս այնքան շատ է սիրում իրեն, առողջություն եմ կրկին մաղթում, հաջողություն ու առողջություն, իմ կարծիքով մնացած բաները ավելորդ են։ Այս մոմն էլ վառում եմ իմ ծնողների համար, իմ ծնողներին առողջություն թող լինի, ընտանիքով, իր երեխաներով, բոլոր հարազատներով թող լավ լինեն։ Այս մի մոմն էլ վառում եմ իմ կոլեկտիվի համար, իրենց էլ առողջություն, հաջողություն, ինչ գործեր կանեն, թող հաջողի ստացվի, Աստված էլ պահապան լինի։ Այս մի մոմն էլ վառում եմ իմ հետևորդների համար, կրկին առողջություն բոլորին։ Այս մի մոմն էլ Ամալիայի համար, իր ընտանիքին հաջողություն, առողջություն, մի խոսքով բոլորին առողջություն։ Ահա եւ այստեղից էլ սուրբ ջուրն են հանում, որը բուժիչ հատկություն ունի եւ տեսեք ինչքան քիչ է։ Մարդիկ մեծ հավատքով խմելով բժշկվում են։ Ահա։ Հանդիս նոզային մի քիչ։ Ես էլ ակցիա տա գալի հաջորդ վճարովի։ Հա։ Վճարովի, հա։ Ես ուզում եմ տանեմ տուն, մեկում էլ խմեմ։ Սիրելի հետևորդներ, ես մի փոքր հազիվ այսքան հանեցի այդ սուրբ ջրից եւ ես հավատում եմ այս ջրի զորությանը։ Ես հիմա մի կում կխմեմ։ Այո, այս ջուրը հանում է Արթուրը։ Հա։ Ահա, իրոք մեր վայկտուրի աշխատանքը շատ դժվար աշխատանք է, չէ՞։ Շատ դժվար աշխատանք է, բոլոր ուղևորների համար էլ պետք է ջուր հանի։ Ընկելս պետք է քաշես, Աստված քեզ կգնահատի սրա համար, կբժշկի, ծայրատկաչուն եմ։ Всё, լավ, ապրես Արտուր ջան։ Այո, Աստված օրհնի բոլորիս նպատակները կատարի։
պատից կսում, ոտերս առողջան։ Այո, բժշկվի Օֆելիա ջան, հավատով որ անես, անպայման կբժշկվես։ Ահա։ Որ ես կսեմ, ահա։ Այստեղ մտնեմ եւ հա, բոլորս եկել ենք Աստծուց խնդրելու առողջություն եւ հավատում ենք այս ջրի զորավոր Ես պիտի կսեմ ուսերիս, թևերս, ահա որ ծավում է։ Չկա հողա, գազը հող էր սա։ Հա։ Ահա, այստեղ, հեսա, հետ։ Ահա, բժշկվեցիր դու։ Ահա, ես իմ ուսերի, այո, ես էլ ուսերիս թևերի խնդիր, չիմանաք ես առողջ չեմ։ Այդ էտի վրա մեջքից կաթացել։ Ահա, են որ լիովին բժշկվեցինք և ես հավատում եմ։ Այս մեջքս ծավեր ուղիղ մեջքից կաթած, ոնց որ իմանար որ։ Ահա, դուր ապրես։ Ամենակարևորը որ մեծ հավատքով ենք եկյալ։ Այո, մարդիկ գալիս են մեծ հավատքով և են որ կբժշկվեն։ Ամենակարևորը հավատքն է և քանի կիլոմետրեր մարդիկ անցնում են, գալիս են այս զորավոր ջուրը քսելու իրենց վրա և առողջություն հռչակելու իրենց վրա։ Հետաքրքիր է, չէ՞։ Այդ կողմ փոքր շերեփ չկա, փոքր է։ Այ հենա արամ փոքր հենա, այն փոքրով արա։ Ես չեմ գալի, գնացեք։ Դուր ինձ մի վարկյան արամ։ Փոքր շերեփով։ Նույնիսկ մեջի կա էլ արամ։ Էտա լավ կա արամ, կա տեղ։ Հա։ Հետա։ Կվեկալի։ Թեքի նոր, մի անգամից մի դիր, կողքով։ Ապրես դու։ Ինչքան ուրախացակ ես։ Ինչքան ունես աման։ Հեսա, ունեմ ես։ Չէ, ունեմ, չէ, դուք ձեր էլ լեցրեք։ Լսնես հերիք հայտի կաթիլ պիպետ։ Ձեր հավատքը ձեզ բուժի։ Ապրեք։ Հաջողություն ձեզ։ Այո։ Ապրեք, ես էլ կոմիտասի մաման եմ։ Ուրախ եմ։ Ես էլ եմ ուրախ։ Ես էլ բլոգեր Նազելի Նազն եմ։ Ահա, դե գնացինք իրոք, Աստված ջան։ Ահա, հրաշք տեսարան։ Ջրից մի կում խմեցի, թո ներսս է բուժի։ Ասում են, չի կարելի խմել, բայց ես մի կում խմեցի։ Մենք Սարը դաշտի ձորի մարդ ենք, թող ամբողջ մեր օրգանիզմը բժշկվի։ Եվ մենք ասեմ, որ մեծ հավատքով ենք եկել Ծաղկևանք, բոլոր տուրի անդամներն էլ մեծ հավատքով են եկել այստեղ։ Հրաշք տեսարան, հրաշք։ Ահա, այն վերևում էլի ես նկատեցի ժայռերի մեջ էլի քարանձավ է։ Գեղեցիկ տեսարան։ Ու այս ճանապարհը մեզ է սպասում, ահագին ոտքով պետք է գնանք։ Մեծ հավատքով։ Եվ մենք հավատք ունենք, որ մենք իրոք բժշկվել ենք արդեն։ Սուրբ ջուրը մեզ օգնեց եւ մի փոքր էլ տանում եմ տուն մարդկանց համար, ովքեր հավատում են այս սուրբ ջրի զորությանը։
քանի որ արդեն օրվա վերջն էր, Հա, օրվա վերջն էր, ջուր չկար։ Պետք է առավոտ շուտ գաս, որ կարողանաս շատ ջուր տանել։ Իհարկե գոհ ենք էլի։ Այսպես մոտ էլ նկարվենք։ դու արարի։ Ահա, բայց ով է մեզ նկարելու։ Նկարում են, չէ, բայց քո բանով է նկարում։ Այն կամերա է նկարում։ Չէ, կամերա չէ։ Կամ վիդեո է նկարում։ Ինչ ասենց արեք, թաթիկով արեք, լայքեք ու բաժանորդագրվեք։ Դեն մեզ Շատ ուրախ էինք այսօրվա այս գեղեցիկ օրվա համար։ Սիրելի հետևորդներ, անցնում էինք այս կողմերով եւ որոշեցինք տեսնել Հիսուս Քրիստոսի արձանը։ Այս արձանը պետք է փոխվի եւ իր տեղը գտնի Հատիս լեռան վրա։ Հատիս լեռան վրա շատ սիրուն է, ափսոս փակ է եւ ես մոտիկից չեմ կարող նկարել։ Այսպես չգիտեմ։ Ահա շատ սիրուն է եւ ինչ եմ ուզում ասել։ Այսքանով ավարտում եմ իմ այսօրվա վլոգը, սիրելի հետևորդներ, թող Հիսուս Քրիստոսը բոլորիս պահապան լինի, Աստված օրհնի եւ կատարածի մեր երազանքները։